Օրհնյալ և փառավորյալ Աստծուն, Հորը Որդուն և Սուրբ Հոգուն, ամեն փառք, ամեն մեծարանք, ամեն խոնարհում, ամեն պատիվ։ Փառավորվի քո Սուրբ անունը, Հայր, փառավորվի քո թագավորությունը, փառավորվի քո ժողովուրդը, փառավորվի քո եկեղեցին, փառավորվի քո խոսքը, մեծարում ենք քեզ Տեր ու խոնարհվում ոտքերիդ առաջ։ Շնորհակալություն ենք ասում, որ դու կաս, որ դու հավիտենական ես, որ դու մշտնջենական ես, որ դու հինավուրցն ես, որ դու ամենակարողն ես եւ որ չկա քեզանից առավել մեկ ուրիշը, չկա մեկը, որի հետ կարելի է քեզ համեմատել, ամենազոր Աստված։ Շնորհակալ ենք, որ դու հաղթանակած ես եւ դու ողորմած ես։ Շնորհակալ ենք, որ մեզ քո պատկերով ես արարել, որ մեր սրտերում քո սեր ես դրել, գթություն, ողորմածություն, մեզ տվել ես ստեղծագործելու կարողություն, Տեր ջան, բայց այս ամենը մեղքի պատճառով խաթարվել է, քայքայվել է մեր մեջ, իսկ Հիսուսով, Հիսուսի զոհողությամբ խաչի վրա եւ նրա հարությամբ այս ամենը դու նորից մեզ ես վերադարձրել եւ ավելին։ Շնորհակալ ենք, որ Հիսուս Քրիստոսով մեզ որդեգրելու հնարավորություն ես տալիս, Տեր ջան, որպեսզի մենք որդեգրվենք քո ընտանիքի մեջ, լինենք քո ժառանգները, լինենք քո զավակները, Տեր ջան, եւ համաժառանգներ Քրիստոսի հետ։ Այն ինչ որ Քրիստոսին նա դու տալիս ես նաև մեզ, ինչպիսի պատիվ, ինչպիսի մեծարանք, Տեր, օգնի, որ մեր աչքերը աշխարհից, այս ժամանակավոր կյանքից կտրենք եւ հառենք քեզ վրա, Տեր իմ Աստված, մտածենք քո մասին, քո թագավորության մասին, հավիտենական կյանքի մասին եւ ոչ թե այս մի քանի տարվա կյանքը դառնա մեր գերնպատակը։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքին, 10-րդ գլուխ, կարդանք այսօրվա հատվածը եւ այսօրվա հատվածի ընդամենը մի մասն ենք այսօր մեկնաբանելու, վաղը կշարունակենք։ Տերն ասաց Մովսեսին. գնա փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրի նրա եւ նրա ծառաների սիրտը, որպեսի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ, եւ որպեսի դու պատմես քո որդուն եւ քո որդու որդուն, թե ինչ եմ արել եգիպտացիներին եւ թե ինչ նշաններ եմ ցույց տվել նրանց, եւ դուք կգիտենաք, որ ես եմ Տերը։ Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ եւ ասացին դրան. այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. մինչև երբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ, արձակիր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ, որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեղ կուղարկեմ քո սահմանների վրա, դրանք կծածկեն երկրի երեսը, եւ ոչ ոք չի կարողանա տեսնել երկիրը, դրանք կուտեն, ինչ որ փրկվել է կարկուտից, եւ կուտեն արտերի մեջ բուսած ձեր բոլոր ծառերը, կլցվեն այդ մորեղները քո տները, քո բոլոր ծառաների տները, բոլոր եգիպտացիների տները, որ ոչ քո հայրերը եւ ոչ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։ Փարավոնի ծառաները փարավոնին ասացին. մինչև երբ այս մարդը որոգայթ պիտի լինի մեզ համար, արձակիր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն, միթե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է։ Մովսեսին եւ Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. գնացեք, պաշտեք ձեր Տեր Աստծուն։ Ովքեր են գնացողները։ Մովսեսը պատասխանեց. մենք գնալու ենք մեր երիտասարդներով եւ մեր ծերերով, մեր տղաներով եւ մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով եւ մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար։ Փարավոնը ասաց Մովսեսին. այդպես թող լինի, Տերը ձեզ հետ, ես ձեզ կարձակեմ, բայց ինչու երեխաների հետ եք գնում։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք։ Ոչ այդպես, այլ գնացեք դուք տղամարդիքդ եւ պաշտեք Տիրոջը, քանի որ դուք այդ եք ուզում։ Եվ դուրս արեցին նրանց փարավոնի առջևից։ Տերն ասաց Մովսեսին. մեկնիր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեղներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամենը, ինչ որ թողել էր կարկուտը,
Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա, և Տերը արևելյան քամին փչել տվեց երկրի վրա այդ ամբողջ օրը և ամբողջ գիշերը։ Երբ առավոտ եղավ, արևելյան հողմը մորեղ բերեց։ Մորեղները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և Եգիպտոսի սահմանների վրա։ Շատ սաստիկ էր։ Դրանցից առաջ այդքան մորեղ չէր եղել, և դրանից հետո էլ չեղավ։ Մորեղը ծածկեց ամբողջ Եգիպտոսի ներսը և երկիրը մթնեց, և կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։ Փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին և Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու և ձեր դեմ։ Այժմ խնդրում եմ, այս անգամ էլ ներեք իմ հանցանքը և աղաչեք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից միայն այս մահը հեռացնի»։ Մովսեսը Փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։ Տերն արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որը մորեղն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեղ չմնաց, բայց Տերը կարծրացրեց Փարավոնի սիրտը, և Փարավոնը չարձակեց Իսրայելի որդիներին։ Սուրբ Հոգի Աստված, քո ձեռքերի մեջ եմ հանձնում մեր սրտերը, մեր ականջները, մեր հոգին։ Տեր, խնդրում եմ, որ այս ամեն մի խոսքը դու տեղ հասցնես, որ չարը չկարողանա գողանալ, հոգսերը չկարողանան գողանալ, մեր միտքը չհակառակվի, Տեր ջան, մեր սիրտը փափկացրու, որ ընդունի այս խոսքերը, որ ինքներս Փարավոնի գոռոզությունից ազատվենք, նրա ապստամբությունից ազատվենք, Տեր ջան, այդ չար ոգիների իշխանությունից, որ ամեն ինչ անում է, որ կարծրացնենք մեր սիրտը, հակառակվենք քեզ, և որ արդյունքում էլ դու կարծրացնես մեր սիրտը քո զայրույթով, Տեր։ Աստված Մովսեսին պատվիրում է ևս մեկ նախազգուշացում փոխանցել Փարավոնին։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա Փարավոնի մոտ, որտև ես կարծրացրի նրա և նրա ծառաների սիրտը»։ Այստեղ պարզ տեսնում ենք, որ այս դեպքում Աստված կարծրացրեց Փարավոնի սիրտը, սակայն նախկին դեպքերում շատ հաճախ մենք կարդացինք, որ Փարավոնը ինքը կարծրացրեց իր սիրտը։ Երկուսն էլ ճշմարիտ են, մեկը մյուսին չի հերքում կամ հակառակում։ Փարավոնի սիրտը կարծրացնելով Աստված թույլ տվեց նրան ունենալ այն, ինչ Փարավոնի մեղավոր սիրտը ցանկանում էր։ Նա ցանկանում էր չենթարկվել Աստծուն, նա ցանկանում էր ստրկության մեջ պահել Իսրայելին, նա ցանկանում էր հակառակվել Աստծո ժողովրդի և Աստծո դեմ, և Աստված էլ թույլ տվեց նրան դա անելու։ Որպեսզի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ, և որպեսզի դու պատմես քո որդուն և քո որդու որդուն, թե ինչ եմ արել եգիպտացիներին և թե ինչ նշաններ եմ ցույց տվել նրանց։ Աստծո գործը միայն Մովսեսի և Փարավոնի սերնդի համար չէր, այլ նաև նրանց որդիների, թոռների ու ծոռների ու ապագա սերունդների համար էր։ Աստված զորավոր գործեր է անում մեր մեջ, որպեսզի մենք կարողանանք իրենք ինքներս խրախուսվենք, ինքներս հնազանդվենք ու նաև խրախուսենք ու հնազանդության կանչենք գալիք սերունդներին, որպեսզի նրանք էլ իմանան, որ Եհովա Աստված է Տերը, որպեսզի նրանք էլ ապստամբներ չլինեն։ Դրա համար անհրաժեշտ է վկայել ու պատմել Աստծո մասին։ Մովսեսն ու Ահարոնը գնացին Փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Եբրայեցիների Տեր Աստվածը. մինչև երբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ»։ Աստծո այս հարցը կենտրոնական հարց է, գերագույն կարևորության հարց, բոլոր հարցերից ամենաէական հարցն է, և Աստված ուղիղ անդրադառնալով այս հարցի էությանը, նորից նախազգուշացնում է Փարավոնին ու ասում է խոնարհվի, հակառակ դեպքում Եգիպտոսի վրա կհասնի մորեղների ամենասարսափելի պատուհասը։ Հպարտությունն ու գոռոզությունն էին Փարավոնի խնդրի հիմքում։ Նա պարզապես չէր ուզում զիջել Աստծուն։ Այս նույն հպարտությունն ու գոռոզությունն էլ մեր մեջ է գործում, և Աստված ամեն մեկիս էլ նույն հարցն է տալիս. մինչև երբ եք հրաժարվելու խոնարհվել իմ առջև։ Արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ,
որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, եւ սրանից հետո Աստված ասում է, թե ինչ է սպասվում մորեխների գալով, մի բան, որ ասում է անգամ քո հայրերը կամ քո նախնիները երբեք չեն տեսել։ Փարավոնը ընտրություն ուներ կատարելու, մնալ գոռոզ, հպարտ, անզիջում, ըմբոստ ու ստանալ այս բոլոր չարիքները, թե խոնարհվել, զիջել, զղջալ, դարձի գալ, իսկապես ապաշխարել։ Նույն ընտրությունը ամեն մեկիս առաջ է։ Ամեն մարդ նույն ընտրության առաջ է կանգնած։ Փարավոնը կարծես թե զիջում է, բայց որոշակի վերապահումներով։ Ես կասեի, փարավոնը փորձում է խաղ խաղալ Աստծո հետ, իր խելքով Աստծուն իր ցանկություններին հնազանդեցնել, որ վերջում էլ ասեր, տեսար ես հաղթեցի։ Աստծուն երբեք մատ չես կարող անել։ Աշխարհի գուցե լավագույն շախմատիստը հենց ինքը Աստված է, որտեղ շախմատի գիտելիքը իրենն է։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։ Փարավոնի ծառաներն էլ փարավոնին ասացին. «Մինչև երբ Մովսեսը այս մարդը որոգայթ պիտի լինի մեզ համար, արձակիր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Միթե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։ Այս մոգերը, կախարդները, իշխանավորները, որոնք փարավոնի ծառաներն էին, նախկինում կարծրացրել էին իրենց սրտերը, բայց անգամ նրանք սկսեցին զիջել Աստծուն, անգամ նրանք սկսեցին հասկանալ, որ Եգիպտոսը կործանվում է, որ պետք էր թույլ տալ, որ իսրայելցիները գնային եւ պաշտեին իրենց Աստծուն։ Այդ պատուհասների ու արհավիրքների ու ավերվածության լույսի ներքով նրանք արթնացել էին։ Իսկ այ փարավոնի սիրտը էլ ավելի կարծրացավ։ Նա չէր ուզում լսել, իր գոռոզությունը թույլ չէր տալիս, գոռոզությունը իրեն խեղդում էր։ Մովսեսին եւ Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտեք ձեր Տեր Աստծուն, ովքեր են գնացողները»։ Փարավոնը կրկին ցանկանում էր բանակցել Աստծո հետ, Մովսեսի հետ։ Կրկին ցանկանում էր դրդել Աստծուն եւ Մովսեսին կոմպրոմիսի, փոխզիջման գնալ իր հետ։ Նա ցանկանում էր թույլ տալ, որ Իսրայելի մի մասը գնար, իսկ մյուս մասը ոչ։ Այսինքն նա ցանկանում էր, որ պատրաստ էր տղամարդկանց թույլ տալու, որ գնան Աստծուն երկրպագեն, բայց ոչ կանանց ու երեխաներին, ուզում էր նրանց պահեր Եգիպտոսում որպես պատաններ, եւ մի հատ էլ մեղադրում է Աստծո ժողովրդին, թե իրենք չար մտադրություն ունեն ու չեր ընդունում, որ ինքն էր սխալ, ինքն էր ուզում այդ ժողովրդին իրենց ստրուկ պահել։ Երբ որ մեր սիրտը կարծրացած է, մենք մեր մեղքը դնում ենք ուրիշի վրա։ Մենք չենք ընդունում պատասխանատվություն մեր վարքի, մեր ընտրությունների, այլ ուրիշին ենք մեղադրում։ Այդպիսին է կարծրացած սրտի վիճակը։ Մովսեսը պատասխանեց եւ ասաց, որ իրենք գնալու են բոլորով, երեխաներով, ծերերով, իրենց ամբողջ կենդանիներով։ Եվ փարավոնն ասում է. «Այդպես թող լինի, Տերը ձեզ հետ, ես ձեզ կարձակեմ, բայց ինչու երեխաների հետ։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք։ Ոչ այդպես, այլ գնացեք դուք տղամարդիկդ եւ պաշտեք Տիրոջը, քանի որ դուք այդ եք ուզում»։ Փարավոնը այստեղ անգամ Մովսեսի խնդրանքն է փոխում, ասում է դուք ուզում եք գնայիք պաշտեիք, բայց Մովսեսը երբեք չէր ասել միայն տղամարդիկ։ Փարավոնը միայն իր ձայնն է լսում, ինքը շարունակում է հակառակվել Աստծուն։ Սա ենք այստեղ տեսնում։ Փարավոնը Ելք գրքի 8-րդ գլխի 25-ից 26-ում, եթե հիշում եք, էլի առաջարկեց փոխզիջում, առաջարկելով, որ մի օրով գնան ու մի օրում հենց Եգիպտոսում Տիրոջը երկրպագեն, զոհաբերություն անեն։ Մովսեսը մերժեց այդ փոխզիջումը այն ժամանակ եւ մերժում է նաեւ այս փոխզիջման առաջարկը։ Աստված նման գործարք փարավոնի հետ չէր կնքելու։ Աստված փարավոնի ու փարավոնի փոխզիջման կարիքը չուներ։
Աստված իր ուզածին հասնելու էր, որտեվ ինքը ամենազորն էր ու ամենակարողը, եւ Աստված է տիրապետում բանակցային բոլոր լծակներին։ Մենք ենք հնազանդվում Աստծուն եւ ոչ թե ու մենք ենք կատարում Աստծո կամքը, այլ ոչ թե Աստված է մեզ հնազանդվում ու կատարում մեր կամքը։ Եվ տեսնում ենք, թե որքան փարավոնը խափնված էր, որտեվ ինքն իրեն Աստված էր պատկերացնում։ Նրան երկրպագում էին որպես Աստծո եւ այդպիսի հիմարությամբ լցված էր իր գլուխը։ Նա այնքան էր հիմարացել, որ չէր տեսնում, որ ոչ իր չաստվածները, ոչ էլ իր աստված լինելու ստատուսը իրական Աստծո ձեռքից իրեն չէին փրկում։ Եվ ելի հիմարաբար փորձում է Աստծուն իր ցանկությունների մեջ խցկել։ Որքան մենք փորձենք Աստծո խոսքը հարմարացնել մեր կյանքին, այնքան մենք տուժված ենք դուրս գալու։ Մենք պիտի մեզ հնազանդեցնենք Աստծո խոսքին։ Երբ մենք մտածում ենք, որ Աստծուն կարանք մեզ հնազանդեցնենք կամ բերենք այն վիճակի, որ Աստված անի մեր ուզածը, մենք պատրանքների մեջ ենք, մենք իլյուզիաների մեջ ենք, մենք խափնված ենք։ Չարը մեր աչքերին ու մեր մտքին կապանքներ ա դրել, հիմար ակնոցներ ա դրել, որ մենք ուրիշ ձևով ենք ընկալում իրականությունը, կարծելով, թե մենք կարող ենք հաղթել Աստծուն։ Այն ինչ փարավոնն էր ուզում, սա էր, որը մեզանից շատերն են ուզում, մեր աշխարհիկ մարմնական մտածելակերպով։ Մենք փորձում ենք մի ձև, մի ուղի, մի եղանակ գտնենք, որ ինչ որ ձևով ու ինչ որ չափով ճակերտավոր հանձնվենք Աստծուն, առանց լիովին ենթարկվելու, առանց լիովին հնազանդվելու։ Երբեմն մենք փնտրում ենք միջոց բանակցելու Աստծո հետ, որպես հավասարի, մոռանալով, որ նա արարիչն է, իսկ մենք արարվածը, որ նա Տերն է, իսկ մենք ծառան, որ նա հայրն է, իսկ մենք երեխաները։ Փոխանակ ենթարկվենք նրան որպես արարչի, որպես տիրոջ, որպես թագավորի։ Երբ Մովսեսն առաջին անգամ եկավ փարավոնի մոտ, փարավոնն ասաց. Ո՞վ է Տերը, որ ես լսեմ նրա ձայնին եւ թողնեմ Իսրայելին գնա։ Այն փաստը, որ փարավոնը դեռևս չէր հնազանդվում Տիրոջը, ցույց էր տալիս, որ նա դեռ չգիտեր, դեռ խելքի չէր եկել, որ հասկանար, թե ով է Տեր Աստվածը։ Չնայած Աստված մի քանի անգամ հրաշքներով ու զորություններով ու պատուհասներով ցույց էր տվել ու հաստատել էր, որ ինքը Աստված է Տերը։ Աստված ցույց էր տվել ու ապացուցել, որ ինքը մեծ է, զորավոր է, ամենակարող է, քան Եգիպտոսի խնում Աստվածը, Նեղոսի պահապանը, ավելի մեծ ու զորավոր, քան Հապի Աստվածը, Նեղոսի ոգին, ավելի մեծ ու զորավոր, քան Օսիրիս Աստվածը, ավելի մեծ, քան Հեկտ Աստվածուհին, նրանց բերիության ու պտղաբերության գործ Աստվածուհին, ավելի մեծ, քան Հաթոր Աստվածուհին, Կովանվան Մայր Աստվածուհին Եգիպտոսի, ավելի մեծ, քան Իմհոտեպ Չաստվածը, բժշկության Չաստվածը, ավելի մեծ, քան Նութը կամ Նաթը, երկնքի Աստվածուհին, այսպես կոչված։ Եհովա ամենակարող Աստված իզորու էր կանգնեցնելու եգիպտական չաստվածների ամբողջ պաշտամունքը հասարակ ոչիլներով ու շնաճանճերով։ Ու չնայած այս ամենին, փարավոնը ցույց տվեց, որ դեռևս չի ճանաչում Տեր Աստծուն, հետևաբար Աստված նրան ավելին էր ցույց տալու։ Հարցրու Աստծուն, որոնք են քո կյանքի կուռքերը, որովհետև ճիշտ է, մեր երկրից հեթանոսությունը վերջացել է, չնայած կա մի խումբ, մի մասա, որ դեռ հավատում է հեթանոսական չաստվածներին, բայց մենք ունենք նոր կուռքեր, սարսափելի կուռքեր, որ արտաքնից բոլորը բարիք են, բարիք տրված Աստծո կողմից։ Դու գիտես, որ քո կուռքը կարա լինի քո երեխան, երբ քո կյանքի ողջ նպատակը քո երեխաներն են, որտեղ մեր կյանքի նպատակը պիտի լինի Աստված Աստծո հետ լինելը, մնացած ամեն ինչ բխում է Աստծուց։ Եթե քո ընտանիքն է քո կյանքի նպատակը, քո աշխատանքը, լավ աշխատավարձ ունենալը,
քո ուսումը, ճանապարհորդելը, քո բժշկությունը, աշխատես, որ, չգիտեմ, լավ հայր լինես, լավ մայր լինես, անգամ քո ծառայությունները, եթե դրանք են մեր կյանքի նպատակը եւ ոչ թե Աստված, Աստծո հետ մեր հարաբերությունը, ապա դրանք բոլորը կուռքեր են եւ շարժում են Աստծո ցասումը։ Եվ այդ բոլոր բաները բարիքներ են տրված մեզ Աստծուց։ Ուղղակի մենք այդ ամենը, որ մեզ տրվել է, Աստծուց առաջ ենք բերում, դնում, Աստծուն գցում ենք գահից ու ասում ենք, չէ, ես իմ երեխուն կդնեմ գահին, իմ առողջությունը կդնեմ, ինչ որ այա։ Եվ դրանք դառնում են մեր աստվածները։ Եվ հիմա տեսնում ենք, թե Աստված ինչպես է վարվում այդ չաստվածների հետ։ Աստվածաշնչում Աստված ասում է. իմ ժողովուրդը կործանվում է գիտության պատճառից։ Երբ որ մենք չգիտենք ու այս սխալ ձևով ապրում ենք, մենք ինքներս մեզ բերում ենք Աստծո դատաստանի տակ։ Իսկ Աստծո դատաստանը միշտ սկսվում է իր տնից, իր ժողովրդից։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Աստված օրհնի եւ պահպանի։ Ամեն։